ընդմիջում է եւ խնդրեմ այս պահի տվյալներով ամփոփելով ինչ ունեք ասելու, ձեր դիրքորոշումները հայտնել եք, որ փուլ եք հասել։ Ուրեմն ընդամենը 20 րոպե ընդմիջում է հայտարարվել, այսօր ինչպես, շարունակենք։ Այսօր հասել էինք միջնորդության քննարկման ժամանակ պաշտպանության կողմը իր դիրքորոշումները պետք է հայտներ քննիչի մեր գնահատմամբ ակնհայտ ապօրինի միջնորդության վերաբերյալ պաշտպաններից 6 պաշտպաններից 3-ը արդեն իրենց դիրքորոշումը հայտնել են, մնաց 3 պաշտպանների դիրքորոշումը, որից հետո նորից կհաջորդեն հարցադրումներ արդեն պաշտպաններին, նախաքննական մարմնի ներկայացուցիչները, իդեպ այսօր նաև դատախազա ներկայացել։ Անազգանուն ասեք, էլի պարոն Հակոբյան։ Որ անկեղծ ասեմ չեմ հիշում ազգանուն։ Դատախազելա ներկայացեմ, մի խոսքով 3 փաստաբաներ եւս իրենց դիրքորոշումը կհայտնեն, որից հետո դատարանը եւ վարույթի հանրային մասնակիցները եթե հարցեր կունենան պաշտպաներին կհնչեցնեն, այնուհետեւ դատարանը կհեռանա առանցին սենյակ որոշում կայացնելու։ Իմ գնահատմամբ երևի թե 1 ժամից 2 ժամ դեռևս կտևի process-ը։ Իսկ որ առանցին սենյակում դատավորը որքան կմնա, դա արդեն չենք կարող։ Պարոն Հակոբյանը խոսել է ելույթ ունեցել։ Ոչ։ Պարոն Հակոբյան, մենք այնքան ենք խոսում, իրեն հերթ չենք տալիս։ Ավելի քան կարծես 50 քննիչ չէ գործով ներգրաված դատարանում քանիստ են Քննչական խումբը բաղկացած է 53 քննիչներից, դատարան ներկայացել են 3 քննիչներ են եղել 3, այսօր ներկայացել է նաև հսկող դատախազը։ Իրենց դիրքորոշումը ո՞րն է, որ մարդը պետք է մնա կալանքի տակ, ինչ են պնդում, պարոն Հակոբյան։ Դե իրենք պնդում են, որ արկա է հիմնավոր կասկած վերագրվող արարքներում, նաև արկա է բոլոր հիմքերը օրենքով նախատեսված, այն է փախուստի դիմելու հավանականությունը, հանցանք կատարելու հավանականությունը եւ ապացուցման գործընթացին խոչընդոտելու հավանականությունը։ Իհարկե դրանք լրիվ չեմ ուզում ասել անհետ ասեմ ակնհայտ չպատճառաբանված սուբյեկտիվ դատողություններ են, մենք մեր դիրքորոշումը արդեն 10 ժամ երեկանից տեղել 3 ժամ էլ հիմա է եղել, մենք մեր դիրքորոշումը ներկայացրել ենք։ Հակափաստարկները որոնք են իրենց փաստարկները։ Ես հիմա 10 քանի ժամվա դատականիստը չեմ կարող ներկայացնել։ Մենք հակափաստարկներն են, որ ծայրից ծայր մեղադրանքը, ծայրից ծայր միջնորդությունը չի համապատասխանում իրականությանը, չի համապատասխանում տրամաբանությանը, չունի նաև բանականության որևէ հենք։ Պարոն Հակոբյան, դատավորը ինչ այսպես ակնառու վիճակում է, հա, նաև հաշվի առնելով, որ այստեղից ենթադրում են, որ աջակցության այդ կոչերը վանկարկումները լսելի են։ Դատավորը process-ը նորմալ հունով վարում է, առայժմ դատավորի կողմից դատավարական առումով խախտումներ չենք նկատել, թեև ի սկզբանե բացարկ ենք հայտնել դատավորին, բացարկը չի, հա, դες սկզբից տարբեր հիմնավորումներ ենք նշել, բացարկը չի ընդունվել, այս պահին չեմ կարող նշել, որ դատավորը օրինակ որևէ կողմին առավելություն է տալիս կամ պակաս կարևորություն։ Իսկ այն հիմնավորումը կա, որ փաստաբանների շրջանում կարծիք կա նրա վերաբերյալ, որ քաղաքական որոշումները կայացնում օբյեկտիվ չի։ Ես տվյալ նախագահող դատավորի հետ առաջի անգամ եմ դատական նիստի, ես երբ որ իմ սեփական կարծիքը կունենամ, նոր կարտահայտեմ։ Իսկ հանրային կարծիքը դուք ավելի լավ գիտեք։ Ես լավ չլսեցի, պարոն Կարապետյանը իր կարծիքը հայտնել է։ Պարոն Կարապետյանը իր տեսակետը ներկայացված մեղադրանքի վերաբերյալ բազմիցս նշել է, որ մեղադրանքը չի ընդունում, քաղաքական հետապնդում է եւ ավելին ասելու անհրաժեշտություն չկա։ Նույնը նաեւ միջնորդության վերաբերյալ ընդհանուր օգտագործել է աբսուրդային տերմինը։ Հասկանալի է, Տիկին Կասպյան դուք հավելելու բան ունեք։ Ըստ էության իմ գործընկերն հավելեց, պետք է նշեմ, որ իմ գործընկերը ամբողջությամբ հավելեց։ Ես միայն կարող եմ մի բան նշել հստակ։ Մեզ համար փաստաբանների կողմից արդեն իսկ մինչ այս պահը հնչեցված հարց պատասխանները ելույթներից հետո դատարանին ամբողջությամբ բավարար է, որպեսզի դատարանի համար այս ամեն ինչը ակնհայտ ապօրինի հանդիսանալու վերաբերյալ հետևության հանգի։ Մասնավորապես իմ գործընկերներից մինչ այս պահը ելույթ են ունեցել
Արմեն Ֆերոյանը, Ռուբեն Հակոբյանը եւ մեր հարգելի պարոն Ամստերդամը եւ վերջիններից ելույթից հետո իմ սուբյեկտիվ եւ վստահաբար կարող եմ ասել համոզվածությամբ այլևս կարիք չկա դատական նիստը շարունակելու, բայց մենք շարունակելու ենք։ Ազատություն! 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 Հարգելի հետևորդներ, քիչ առաջ Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմը հայտնեց, որ նիստը 20 րոպեով ընդմիջվել է։ Հիշեցնեմ, որ 15:00-ից մեկնարկել է Սամվել Կարապետյանի դատական նիստը։ Դատարանի բակում են Սամվել Կարապետյանի աջակիցները, ընտանիքի անդամները,